Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ իր ուղերձում շնորհակալություն է հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերն ու տուրքերը վճարող բոլոր մարդկանց։ Վերջին տարիներին մենք աշխատանքի ոլորտում հասել ենք լուրջ հաջողությունների։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է շուրջ 280,000 աշխատատեղ։ Հեղափոխությունից հետո Հայաստանը բարձր տնտեսական աճ է ապահովել։ Արձանագրված ցուցանիշները բարձր են եղել թե աշխարհի, թե Եվրասիական տնտեսական միության միջինից։ 2017 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը 53.9%-ով աճել է։ Պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են։ Այս ամենն առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը եւ տուրքերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Եվ այսօր մենք գովերգում ենք աշխատանքը, աշխատող մարդուն։ Աջակցության տարբեր ծրագրերով 2018 թվականից ի վեր կառավարությունը քաղաքացիներին եւ ընկերություններին է վերադարձրել շուրջ 1.4 տրիլիոն դրամ, որը գնահատանք է աշխատանքին եւ աշխատող մարդուն, ընդգծել է վարչապետը, հավելելով, որ աշխատանքն աջակցելու այս ծրագրերը նաեւ սոցիալական մեծ էֆեկտ են բերել։ Մեր երկրում ծայրահեղ աղքատությունն ըստ էության վերացման շեմին է։ Համոզված եմ, դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես։ Ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի, բայց նաև պիտի արձանագրենք, որ աշխատանքը կարող է արդյունք բերել, եթե այն հիմնված է կրթության, գիտելիքի, մասնագիտական հմտություններն անընդհատ զարգացնելու եւ հղկելու, ավելին իմանալու եւ իմացածն իրացնելու, տնտեսականացնելու աննահանջ ձգտման վրա։ Ժամանակակից իրողությունները ստիպում են այս ամենին ավելացնել վերամասնագիտացումը, որովհետեւ օրեցօր զարգացող արհեստական բանականությունն էականորեն փոխելու է աշխատանքի շուկան, եւ առավելևս այս պայմաններում սովորելը, կրթվելը, իմանալը, զարգանալը աշխատանք ունենալու եւ ունեցած աշխատանքն ավելի արդյունավետ ու եկամտաբեր դարձնելու միակ ճանապարհն է։ Դիմելով Հայաստանի քաղաքացիներին եւ մեր երկրում գործունեություն ծավալող օտարերկրյա քաղաքացիներին, երկրի ղեկավարը շեշտել է, համատեղ աշխատանքի արդյունքում Հայաստանը վերափոխվել է եւ դարձել շատ ավելի լավ պետություն թե կրթության, թե աշխատանքի, թե հանգստի, թե ապրելու համար։ Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում եւ սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ։ Մենք պլանավորում ենք առաջիկա տարիներին շարունակել այս ընթացքը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նորանոր հնարավորություններ է բացում ներդրումների, գործարարության, տնտեսական գործունեության եւ կրթության համար։ Բոլորիդ կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեր ամենօրյա աշխատանքի համար եւ շնորհավորում եմ աշխատանքի օրվա առիթով։ Կեցցե աշխատանքը, կեցցե կրթությունը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Այս տոնը եւս մեկ առիթ է ընդգծելու աշխատանքի կարևոր դերը մեր պետության կայացման եւ հասարակական կյանքի զարգացման գործում։ Մայիս 1-յան ուղերձում նախագահ Վահագն Խաչատուրյանն է նշել. Յուրաքանչյուր երկրի առաջընթացի հիմքում անհատի պատասխանատու եւ բարեխիղճ գործունեությունն է, որն ապահովում է թե ընտանիքների բարեկեցությունը, թե պետականության հզորացումը։ Մեր ժողովրդի աշխատասիրությունն ու ստեղծագործական ներուժը պատմականորեն եղել են մեր գոյատևման եւ առաջընթացի գլխավոր երաշխիքը։ Այսօր էլ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում հետևողական աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ եւ ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը։ Որպես պետություն մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը եւ արժանապատիվ աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։ Օրը խորհրդանշում է աշխատանքի արժեքը, մարդու ստեղծարար ուժը եւ այն ներդրումը, որը յուրաքանչյուր աշխատող կատարում է իր պետության զարգացման գործում, ազգային ժողովի նախագահն է նշել։ Աշխատանքը ոչ միայն յուրաքանչյուրիս համար անձնական կարիքների ապահովման կենսական անհրաժեշտություն է, այլև հասարակության առաջընթացի եւ բարեկեցության հիմք։ Աշխատում է քաղաքացին, զարգանում է տնտեսությունը, ապահովելով պետության առաջընթացը։ Մեր իշխանությունը ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը գնահատվում է ավելի արժանավայել, որտեղ աշխատողներն ավելի պաշտպանված եւ խրախուսված են, քան մինչեւ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունն էր։ Սակայն ասածս չի նշանակում, որ այս ուղղությամբ այլևս անելիքներ չունենք։ Մենք պետք է միասին շարունակենք ձևավորել արդար, զարգացող եւ հնարավորություններով լի պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդու աշխատանքը կունենա տեսանելի արդյունք եւ իրական արժեք։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ իր ուղերձում դիմելով աշխատավորներին ընդգծել է. իրենց ամենօրյա աշխատանքը հենց այն ամուր հիմքն է, որի վրա կառուցվում է մեր պետության ու պետականության կայուն, խաղաղ եւ բարեկեցիկ ներկան ու ապագան։ Պատասխանատվությունը, աշխատասիրությունն ու ստեղծարար մոտեցումները շարունակելու են լինել համատեղ հաջողությունների շարժիչ ուժը, հավելել է նախարարը։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։